Շարունակենք 24 TV-ին շարունակում է աշխատանքը, այսօր տաղավարում իմ հյուրն է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ իրավաբան Արմեն Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Նախ խոսենք հայ-ադրբեջանական հարաբերություններից եւ վերջերս քաղաքասարակության ներկայացուցիչներ գնացին Ադրբեջան, հետո եկան եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևի ուղերձները փոխանցեցին մեզ։ Ըստ էության նրանք ասում էին, որ պատերազմի էջը փակված է եւ արդեն իսկ խաղաղություն է հաստատված եւ անդրադառնանք նաեւ առաջին նախագահի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հայտարարությանը։ Նա ասում է, որ շատ կարեւոր է այդ ուղերձները, որ Հիկմետ Հաջիևը ուղարկել է եւ իրականում ցույց է տալիս, որ այդ խաղաղությունը հաստատված է։ Եվ մենք պետք է կարևորություն տանք այս ամեն ինչին։ Հիմա որքանով է վստահելի, որ այդ խաղաղությունը հաստատված է։ Անմասունդուկյանի բանը կա, չէ, բարաթը ուր է։ Այդ ինչ խաղաղություն է։ Այն որ այս բանը չեն կրակում, այդ փաստ է, բայց այդ չկրակելու ամեն վարքյան կարա ավարտվի։ Որտեղ այդ չկրակելու երաշխիքը այդ հիմնարար փաստաթուղթն է, խաղաղության մասին պայմանագիրը, որը նախաստորագրել են, չէ՞, բայց ինչի չեն ստորագրում։ Ինչ նախանգարում որ ստորագրեն։ Ինչ պահանջներ կա սեղանին դրված, որոնք կատարելու արդյունքում այդ փաստաթուղթը կստորագրվի։ Մենք չունենք այդ խաղաղությունը։ Այո, մենք ունենք իրավիճակ, որտեղ այս բանին թութու փառք Աստծո կրակոցներ չկան։ Բայց այդ այն խաղաղությունը չի, մենք տենց ունեցել ենք տևական երկար ժամանակ, որ կրակոցներ չի եղել։ Բայց արդյունքում այդ չավարտված պատերազմի, չամրագրված խաղաղության արդյունքում մենք ունեցել ենք ավերիչ պատերազմ։ Հիմա այդ որ ասում են մեսիջներ են ուղարկում, ինչի՞ սա առաջի դեպքն է, որ Բաքու են գնում։ Ինչ որ ծրագրով, ինչ որ, բանի հանդիպման, ինչ որ միջոցառման։ Առաջի դեպքը չի, Բաքվից են եկել, Բաքու են գնացել։ Դե հիմա պատերազմից հետո ասում են այս կերպ փորձում ենք նաև մթնոլորտը փոխել հասարակության մեջ։ Ճանապարհը դա է։ Բայց ես ասում եմ, ուր է այդ խաղաղության, այդ որ կոնկրետ քայլը, այդ պայմանագիրը մենք կարող ենք խաղաղությունից խոսել այն ժամանակ, երբ որ կունենանք խաղաղության ուրեմն երաշխիքները եւ խաղաղության պայմանները։ Իդեպ երբ հարց է հնչեցվում նրան, թե եթե նա խաղաղություն է ուզում եւ ուղերձներ է փոխանցում, ապա ինչու է Հայաստանի տարածքների մասին խոսում եւ պահանջներ ներկայացվում, նա ասում է դա ներքին լսարանի համար է արվում եւ նաեւ մեկ նկատառում է Լիպարիտյանը ներկայացնում, ասում է, որ դա նաեւ ուղղված է Հայաստանի քաղաքական ուժերին, բոլոր այն ուժերին, ովքեր ռևանշիստ են եւ նրանց եւ հայ ժողովրդին ասում է, որ եթե այդ ուժերը գան իշխանության, ապա իմացեք, որ այս հարցերն են բարձրացնելու ադրբեջանցիների գալը, Սևանը եւ այլն եւ այլն։ Հիմա տեսակ, որ Ժիրայր Լիպարիտյանը բացում է այն, ինչ որ մենք ասում ենք, փակ չի, որ խաղաղության տերն էլ Ալիևը, Հայաստանում իշխանության նշանակողն էլ արդեն Ալիևը, այսինքն այդ ի՞նչ է։ Այդ մեր ժողովրդին շանտաժ է, որ բացի Նիկոլից ում ընտրեք պատերազմա լինելու։ Մյուսները ռևանշիստ են։ Դե հիմա կա ուժ, որը չէ, կան իրականում ուժեր, միշտ էլ եղել են խորհրդային տարիներից կամ անկախության, միշտ էլ եղել են ինչ-որ մարգինալ ուժեր, որոնք ծովից ծով Հայաստան են ուզել կամ Սևրի պայմանագրով Հայաստան են ուզել եւ ընդամենը մի դեպք կա, որ իշխանությունն է դա արել։ Այդ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է եղել։ Բայց միշտ էլ ինչ-որ մարգինալ ուժեր ծովից ծով Հայաստան ուզել են ու շարունակելու են ուզել։ Բայց մենք ինչ են առաջարկում գնդակահարել այդ քաղաքական ուժերին, չի կարելի, կյանքի իրավունքը, պաշտպանված իրավունքը, քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքը, երաշխավորված իրավունք է։ Հիմա ասում են, իսկ մյուսների հիմնական այդ ով է պատերազմից, ռևանշից ով է խոսում։ Կարող եք մի ուժի վրա դնել այդ քիչ թե շատ, օրակարգ ձևավորող, որը պատերազմից է խոսում, ռևանշից է խոսում։ Բոլորը հասկանում են, որ ցավոք սրտի այդ թեման փակ է։ Ռևանշի թեման որևէ տարբերակով, ռազմական կլինի, դիվանագիտական կլինի, մարդասիրական կլինի, փակած է այդ թեման։ Եվ երկար տարիներ, հաշվի առնելով այն ջախջախիչ հավերժական պատերազմը, որոնք պարտությունը կրեցինք։ Դա այդ թեման ցավոք սրտի պիտի խոստովանենք, որ փակած է այդ թեման։ Փակել է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ասում են այդ Նիկոլ Փաշինյանը
որ այդ թեման փակել է, թող շարունակի թեմաները փակել։ Բայց այստեղ տրամաբանություն չկա, որ տրամաբանական հարց առաջանա, հա, որ այդ հարցը տանք։ Այստեղ կա մի բան, շանտաժ։ Ալիևի կողմից շանտաժ Նիկոլ Փաշինյանին իշխանության պահելու համար, որպեսզի իր մյուս շանտաժներով Նիկոլ Փաշինյանից ստանա այն ամենը, ինչ որ պլանավորել է ստանել Հայաստանից։ Էսա այդտեղ Լիպարյանը ուղղակի բացել է այդ։ Մեզ եթեր չի տալի հանրային հեռուստատեսությունը, Ժիրայր Լիպարյանը բայց դուք ցանկություն ունեք գնալու, այսինքն ձեզ հրավեր չի արվել երբեք։ Երբեք։ Մեզ երբեք արվել է, բայց վերջի մի քանի տարիներին դուք չեք տեսնի Հայ ազգային կոնգրեսից մի մարդ այդ նույն ուրեմն բանում տաղավարում հարցազրույցի։ Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված նաև ասում է, որ ինքը տեսնում է, որ հիմա նախ ինքն ասում է, որ երբևէ մենք խնդիր չենք ունեցել թուրքերի հետ, նրանք որևէ պահանջ մեզանից չունեն եւ հիմա ինքը իրատեսական է համարում ավելի քան երբևէ, որ սահմանները կբացվեն։ Թուրքիան միշտ մի պահանջ է դրել, չասեմ, մշտապես պահանջներ շատ տարօրինակ է, ով Ժիրայր Լիպարյանը շատ լավ գիտի Քելբաջարի հետ կապված, գրավյալ տարածքների հետ կապված Թուրքիայի պահանջները, գիտի գուցե կարծում եմ հենց ինքն էլ բանակցել է, թե ինչի դիմաց Թուրքիան սահման կբացի, որ տարածքները հանձնելու դիմաց Լեռնային Ղարաբաղում, դեռևս առաջի պատերազմի ժամանակ։ Թուրքիան դրանից հետո որպես նախապայման ցեղասպանության հարցն է դրել, հա, եւ ցեղասպանության ճանաչումը չհետապնդելու հարցը կամ հետո դնում էր այդ պատմաբանների հանձնաժողով ստեղծել, այսինքն մշտապես Թուրքիայի կողմից որոշակի պահանջներ եղել են, այդ պահանջները մեծ մասամբ շահկապված են եղել Արցախյան հարցի լուծման հետ կամ զուգորդվել են։ Դե այդ հարցը չկա, ասում ավելի քան հավանական է, որ բայց ինչի ասում, որ երբեք պահանջներ չի ունեցել, մշտապես Թուրքիան ունեցել է պահանջներ, հակառակ բան մի քիչ դժվար է էլի պատկերացնել, թե դեպքում ինչն էր խնդիրը, եթե որևէ խնդիր չունեինք, ապա ինչն էր խնդիրը, որ մեր սահմանները փակեին։ Այս առաջին, երկրորդը ամենավատ բանակցողը, որ կարող է Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծել, Նիկոլ Փաշինյանն է։ Այդ ցույց է տալիս նաև այն փաստը, որ արդեն Լեռնային Ղարաբաղի կորստից 2 տարի հետո դեռ մենք չունենք Թուրքիայի հետ ամբողջական կորստից հետո դեռ մենք չունենք Թուրքիայի հետ բացված սահման։ Այնպես որ այս իշխանությունը անարդյունավետ է նաև փոքր խնդիրներով եղած խնդիրները լուծելու հարցում։ Եվ ես չեմ կարծում, թե պարոն Լիպարյանը այդտեղ օբյեկտիվ է գնահատում իրավիճակը։ Իդեպ նա ասում է, որ թեև առաջին նախագահի թիմից է եղել, բայց հիմա ձեր տեսակետները իր համար այդքան էլ հասկանալի չեն եւ բացի այդ ասում է, որ Արագածի Արարատի այդ դիսկուրսը ճիշտ չէ, քանի որ դա խորհրդանիշ է եւ ճիշտ չէ, երբ որ խորհրդանիշը դարձնում եք քաղաքական հիմք։ Եվ պետք է հասկանալ, ասում է, որ մեր ինքնության հետ կապված բաներն էլ են փոխվում։ Օրինակ հայը 5-րդ դարում եւ հիմա նույնը չէր եւ պետք է սա անցալել։ Ես մի հարց ունեմ պարոն Լիպարյանին։ Նախ տեսեք խորհրդանիշ ինչ է նշանակում խորհրդանիշ։ Այսինքն դու Արարատը խորհրդանիշ է, այսինքն եթե օրինակ մեկի ծնողը մահացել է, ինքը վերջ է մոռանում է այդ ծնողին, չի հիշում ազգանունը, անունը, գերեզմանը եւ այլը եւ այլը։ Գիտեք պատմությունը անգամ այն դեպքերում, երբ որ դու կորուստներ ունես, այդ համամարտկային բան է։ Մենք յուրահատուկ չենք։ Երբ որ դու անգամ կորուստներ ունես, դու քո պատմությունից չես հրաժարվում։ Իսկ խորհրդանիշերը մի հատ նայեք, տեսեք, ազգեր կան, պետություններ կան, հարյուրամյակներով ապրում են, իրենց խորհրդանիշեր ունեն, որոնք բացարձակ իրանց իրականության, այսօրվա իրականության հետ կապ չունեն, ու որևէ մեկը չի մեղադրում այդ բաների համար։ Հիմա ինքը ժամանակին այդ նույն խորհուրդները տվել է Տեր-Պետրոսյանի որպես գլխավոր խորհրդական։ Ասել է, որ մենք սխալ ուղու վրա ենք։ Օրինակ ասել է, որ ես նայել եմ այդ հարցազրույցը, ասում է այսօր իշխանությունը ճիշտ ուղու վրա է։ Շատ լավ։ Խորհուրդ տվել է Տեր-Պետրոսյանին Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ
եւ ստեղծել հնարավորություն, որպեսզի ադրբեջանցիները արցախահայերին մեկ օրվա մեջ վտարանդի կամ գաղթական դարձնեն իրենց տունու տեղից։ Այդ արել է տենց խոր տվել է տեն բանը։ Բա ինչ էր գնում Թալիբանի հետ բանակցելու։ Որ ինչ լիներ, եթե ճիշտ ճանապարհը Արցախի դատարկումն է։ Դե չի ասում, որ ճիշտ ճանապարհը Արցախի Ասում է դատարկումն է, իշխանությունները ճիշտ ուղու վրա են, չէ։ Վաղ լուծվեր այդ հարցը, մենք ուշացրեցինք եւ եղավ այն ինչ եղավ։ Բարդվեցինք։ Ուրեմն չի կարող այն իշխանությունը, որը բերե հասցրել է այս փակուղում, ճիշտ ճանապարհի վրա լինի։ Ես նորմալ է պարոն Լիպարիտյանի լեզուն, իմացությունները, դիվանագիտական հմտությունները ես հասկանում եմ, որ հսկայական փորձառություն կա դրա թաքնված։ Ես փորձել եմ նաև այդ աշխով հասկանալ։ Չկա այդ ինքը ասում է, այս իշխանությունը ճիշտ ուղու վրա է։ Ես էլ ասում եմ, ուրեմն նախորդ իշխանությունները ձեր իշխանությունը սխալ ուղու վրա է եղել, որտեղ լրիվ հակադիր բաների մեջ են եղել։ Հա, լրիվ հակառակ դիրքերի մեջ են։ Այս իշխանությունը Արցախը կորցրեցինք, որպեսզի ինքնիշխան լինենք, անկախ լինենք, Հայաստանը անկախ լինի։ Դե գիտեք, այդ տավտալոգիան։ Չէ, տարբերության մասին եք խոսում, ես դա եմ ասում։ Նույն Լիպարիտյանը թող քաջություն ունենա Նիկոլ Փաշինյանից, ուրիշ մարդուց ես չգիտեմ ումից կարող է ինքը կաշկանդվի։ Բայց թող քաջություն ունենա, ասի որ իրենց իշխանության տարիների ինքնիշխանությունը երբևէ չի ունեցել Հայաստանի Հանրապետությունը այս 35 տարիների ընթացքում։ Դա չի եղել ուղղակի տես բան։ Չի եղել։ Այն իզգոյ վիճակը, որի մեջ գնալով մենք հայտնվում ենք, դա անկախություն չի։ Դե մենք ինչ ենք, ով ենք մենք։ Մենք ռեգիոնում մեր հետ կապված հարցերում կարծիք հայտնելու իրավունքից զրկված ենք արդեն։ Արդեն այն աստիճան, որ նույն Լիպարիտյանը այդ շանտաժը տեղափոխում է իր բառապաշար ու ասում է կամ Նիկոլին կընտրեք կամ պատերազմ կլինի։ Իսկ ինչի է, իսկ Հայ ազգային կոնգրեսը երբևէ խաղաղությունից մի քայլ հետ է կանգնել։ 17 թվականին միակ ուժն է եղել, որ խոսել է խաղաղությունից։ 21-ին միակ ուժն էր, որը այն իրատեսական խաղաղության ռեալությունների մեջ էր իր ծրագիրը ներկայացրել։ Ու հավատավոր է եղել 94-ից սկսած 98-ին իշխանությունը հանձնելուց հետո միակ քաղաքական ուժն է եղել ընդդիմության որպես ընդդիմություն, որը համարձակություն ունեցել խոսել փոխզիջումներով խաղաղության գնալու մասին։ 17 թվականին մեր կուսակցական շահերը մենք անտեսելով հայտարարել ենք, որ աջակցում ենք լուծման ուրեմն այդ քաղաքականությունը եւ աջակցում ենք այդ ծրագրին, հա, լուծման, հարցի լուծման ծրագրին։ Միակ քաղաքական ուժը, որ իր գոյության ամբողջ ընթացքում անգամ պատերազմի թեժպային խոսել է խաղաղության անհրաժեշտությունից, այդ եղել է հիմնադիր նախագահան եւ իր քաղաքական թիմը։ Այնպես որ թող գնան այդ հեքիաթները, ում ուզում են պատմեն։ Ներսում, ներքին իրանց կուսակցական ներքին լսարանի համար։ Բայց անգամ այդ դիվանագիտական, այդ լրջագույն այդ ավանդով ու փորձով թող հանգարց չորոշեն մեր ժողովրդին հիմարի տեղ դնել։ Բայց երբևէ դա կասկածի տակ դրվել է։ Ինչը։ Որ իսկապես դուք համարել եք, որ պետք է այդ տարածքները վերադարձվի։ Այդ մշտապես որպես անվտանգության գոտի։ Չի եղել որևէ մեկը, հա, չկա Հայաստան, մինչև Նիկոլ Փաշինյան, չկա Հայաստանում որևէ իշխանություն, որը չի բանակցել տարածքներ վերադարձնելու մասին։ Բոլոր հիմնարար փաստաթղթերը, բոլոր սկզբունքները հարցի լուծման այդ կետը եղել է պարտադիր։ 5 գումարած 2, բայց տարածքները վերաբերել։ Եղել է 5 գումարած 2, եղել է 6 գումարած 1, եղել է 7 մինուս Լաչինի այդ բանը, ինչ անունը, ոչ միջանցքային ուրեմն գոտի։ Եղել է հետո նորից 5+2, մի անգամ մի հատ թեթև 4+3 է գնացել առաջարկ։ Եթե չեմ սխալվում, Բաքվի առաջարկն է։ Բոլոր կոնֆիգուրացիաներով խոսակցության, այսինքն քայլերից, փուլերից մեկը կամ փաթեթային ծրագրում դա մի անգամից պիտի արվեր, այդ պատճառով փաթեթայինը
ըստ էության դուրս մղվեցա բանի ուրեմն խաղաղության գործընթացից եւ բոլոր պլաններով փուլերից առաջին փուլում կատարվում էր գրավված տարածքների հետ վերադարձ։ Այդ առանց այդ կետի բանակցությունները չէին կարող Իդեպ իշխանությունն ասում է գնում էին բանակցում էին, որ Արցախը պետք է տան, գալիս են այստեղ ժողովրդին այլ բան էին ասում, բայց այստեղ տարբերությունը այն է, որ հիմա մենք ամբողջ Արցախը կորցրեցինք։ Չէ, Արցախ տալու վերաբերյալ ամբողջն ենք կորցրել եւ ոչ թե այդ 7 տարածքները։ Մեր ժողովուրդը պետք է որ իմանա, հասկանա այս կարևոր բանը։ Արցախ տալու վերաբերյալ որևէ բանակցություն չի եղել։ Ես ձեզ ասեմ ավելին, Ադրբեջանի որևէ ղեկավար իր լավագույն երազում չէր պատկերացնում, որ հնարավորություն կարող է ստանա Արցախը այս կարգավիճակով որևէ կարգավիճակով Արցախ ունենա Ադրբեջանի ուրեմն սուվերենիտետի տակ չէր կարա տես բան մտածել որևէ մեկը։ Ես ձեզ ասեմ 20 թվին անգամ Ալիևը չէր մտածում։ Պատերազմի ավարտից հետո անգամ հույս չուներ այս իրավիճակին։ Այդ որ կապույտ տեղով նվիրեց Արցախը ու այդ ժողովրդին դարձրեց գաղթական, ես օրը կգա կլսենք նաև այդ մասին, թե ոնց են հերոսացրել Նիկոլին Ադրբեջանում։ Քանի որ ձեր նախկին թիմակիցներից ենք խոսում, եւս մեկ ձեր նախկին թիմակից, ով եղել է ՀԱԿ հիմնադիր վարչության նախկին անդամ Արամաստ Ղարամքարյանը, հիմա ջրային կոմիտեի նախագահն է նա, կրկին համաձայն չէ ձեզ հետ։ Նա ասում է, որ հիմա իշխանությունը այն գիծն է առաջ տանում, որը տանում էր Լևոն Տեր-Պետրոսյանը եւ զարմանալիորեն ՀԱԿ-ը շեղվել է այդ գծից, որ կար 2000 թվականներին եւ ասում է Զուրաբյան Լևոնին, Մանուկյան Արամին, ասեք ինչ եղավ, որ շեղվեցիք այն գծից, որը մենք ունեինք։ Ինչ գծից եք շեղվել։ Ես շեղված հասկանում եմ, չէ՞ որ շեղված, եթե բառն օգտագործեմ, խոսքը չի գնա ֆիզիկական բանում, ասեմ, մեր ինչ չմեղադրեն, ես երկար տարիներ իրավապաշտպան եմ եղել, բայց շեղվածների այս բանն է, շեղվածն առաջինը գոռում է, շեղված եմ, որ իր վրայից։ Արամաստ Ղարամքարյանը իր կենսագրության մեջ 2 անգամ Հայազգային կոնգրես ա մտել, 6 անգամ դուրս ա եկել Հայազգային կոնգրեսից։ Հիմա ինքը շեղվածությունից է խոսում։ Լևոն, ես կարող եմ պատմության դատի առաջ ես հայտարարեմ։ Լևոն Տեր-Պետրոսյանը միակ քաղաքական գործիչն է ու պետական գործիչն է, միակ, բացառապես միակ, որի 91 թվական, 89 թվականից սկսած մինչև 25 թվական, այս տարի բան ասելա, չեմ հիշի, հա ասելա մի քանի բան։ Դրեք իրար հետ համատեք, կես հակասություն չեք գտնի։ Ես լուրջ եմ ասում։ Կես հակասություն չեք գտնի։ Հիմա բանից է խոսում, շեղվելուց են խոսում։ Լևոն Տեր-Պետրոսյանի գիծը հետևյալն է։ Եթե ամփոփ ասենք, այդ գիծը պարփակված է իր մի նախադասության մեջ։ Սրանից 3000 տարի առաջ Ղարաբաղում ապրել են հայեր, սրանից հետո 3000 տարի պետք է Ղարաբաղում հայերը ապրեն։ Ղարաբաղյան շարժման Տեր-Պետրոսյանական լուծումների գլխավոր բանը, հա, այս մի նախադասության մեջ է, որ մենք պիտի ստեղծենք հնարավորություն, մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղը մնա հայերով բնակեցված եւ այդ հայերը պիտի ունենան այդ հողում ապրելու ազատություն, ինքնուրույնություն եւ բարգավաճելու հնարավորություն։ Այս է Ղարաբաղյան խնդիրը։ Այդ դեպքում այս հայտարարությունները ինչի համար է իշխանությանը այսպես իրաշահելու համար է, քանի որ ես կարող եմ իմ կարծիքը անկեղծ ասել։ Երևի ցուցակի արդեն առաջադրվել է ցուցակի մեջ մեկ կետով առաջ գալու։ Արամաստ Ղարամքարյանը կներեք, մարդ կամ պետքա լինի բան, թերուս, հա։ Ես էլի ուզում եմ, որպեսզի այդ բառը վիրավորական առանց թերուս, այսինքն քիչ ուսուցած, հա, քիչ սովորած։ Մյուս բառներ կա, տգետ չեմ ուզում օգտագործել, չեմ սիրում այդ բառը։
այդ ծայրահեղ դեպքում եմ օգտագործում։ Թերուս, այսինքն ինքը լինելով Հայ ազգային կոնգրեսի անդամ, Հայ ազգային կոնգրեսի ծրագիրը, մասնավորապես մեր ծրագրի մի ահռելի բաժինը Ղարաբաղի հարցին է նվիրված։ Այս ծրագիրը ինքը չի կարողացել այդ տարիների ընթացքում լինելով կուսակցության ղեկավար մարմնի անդամ, չի կարողացել ուսուցանել, հասկանալ, ընկալել։ Հիմա այս պատճառով ինքը այդ հարցը սխալ է ներկայացնում իր անձնական շահերը կամ շատ էլ լավ ուսուցանել է, բայց արդեն այստեղ բարոյականության հետ խնդիր կա։ Որտեղ քաղաքականության մեջ շատ մարդիկ կան, որոնք համարում են, որ քաղաքականը անբարոյական զբաղմունք է, մի բավականին զգալի մաս էլ կա, որ համարում է, որ չէ, քաղաքականությունը անբարոյական է դառնում այն դեպքում, երբ որ դրանով զբաղվում են անբարոյականները։ Ես երբևէ չեմ կարող այն որոշակի բարոյական նորմերի վրայից ոտ գցել, ոտ անցնել։ Օրինակի համար, վստահ լինելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գնում է շատ կոնկրետ Ղարաբաղի ու դեմոկրատիայի հարցով սխալ ուղով, ես եթե այդ իմ հավատամքի վրայից քայլ եմ անում, ես իմ բարոյականության հետ խնդիրներ եմ առաջացնում։ Հիմա ես այդ մարդու այդ քայլերը երկու բանով կարող եմ բացատրել։ Կամ բարոյական խնդիրն է, այստեղ որ քայլը արել, կամ այդ թեր ուս լինելու բանն է, որ ինքը տենց էլ չի հասկացել, ու իրան թվացել է, թե Լևոն Տեր-Պետրոսյանը շեղվել է իր գծից։ Միգուցե ընտրություններով է պայմանավորված նաև այն հանգամանքով, որ մրցակցություն կա եւ բնական է, որ այս մեկը մեկին քննադատելով Թող ջրային կոմիտե, թող ջուր բաժանելու հողի վրա այդ բաները, պոինտները իրանց համար շահեն, այն պատմական բաներին գոնե արձանագրված փաստերին գոնե չկպնեն։ Մի երրորդ բանն էլ կա։ Երրորդ կասկածներ ունեմ, անկեղծ ասեմ։ Գուցե Նիկոլ Փաշինյանը բոլոր այն մարդկանց, ովքեր եղել են կոնգրեսից ինչ-որ ժամանակ, պարտադրում է կոնգրեսի հասցեին նման մեղադրանքներ կամ, չգիտեմ, շինծու ինչ-որ բաներ հնչեցնել։ Գուցե դա պարտադրանք է, ոնց որ օրինակ մենք տեսել ենք, իր նկատմամբ Ալիևը ոնց է վարվում, ինքը որոշել է վարվել իր թիմակիցների նկատմամբ այդպես։ Դե որովհետև Փաշինյանի ասածը նա ըստ էության կրկնեց, ասում է, ես չեմ ասում, որ կեղծարարությամբ է ընտրությունները եղել, սահմանադրություն է եղել, բայց ամեն դեպքում վիճարկելի է եղել ընտրությունները եւ պատասխանատվություն առաջին նախագահ այստեղ կրում է։ Նա պատասխանում է Փաշինյանի այն ասածին, որ ընտրությունների կեղծման էլի իրեք բանն էլ աշխատում է, թերուսն էլ, անբարոյականության բանն էլ, պարտադրանքի բանն էլ աշխատում է, որտեղ եթե 96 թվականի ընտրությունների ու նախ սահմանադրության մասով մոռանանք այս թեման, սահմանադրությունը չբերենք, չմտցնենք այդ կեղծված բանին, չի եղել այդպես բան ուղղակի։ Ես չգիտեմ որ թվին ով է հորինել, բայց չի եղել այդպիսի բան։ Մի հատ բողոք չի եղել սահմանադրության հետ կապված ընդունման։ Մի հատ բան ա եղել։ Շահարկում կարող եմ 1000 անգամ բացատրել։ Քվեարկության ժամը երկարացվել է։ Այն ժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավունք ուներ քվեարկության ժամը երկարացնել։ Երկարացրել է, որտեղ այն սովետական օրենքներով էր անցկացվում հանրաքվեն, իսկ այդ օրենքի մեջ կար բան քվորումը շատ խիստ էր քվորման պահը։ Դրա համար երկարացվել է, որպեսզի քվորումը ապահովի, որպեսզի մեր երկիրը սահմանադրություն ունենա։ Ավելի շատ կարևոր է սահմանադրությունը, քան օրենքի այդ տված հնարավորությունից մեկ անգամ օգտվելը։ Հիմա ինչ վերաբերում է 96 թվականին։ Հայաստանում երբևէ որևէ ընտրություն չի անցել առանց ընտրախախտումների։ Չի եղել այդպիսի ընտրություն։ Չեք հիշի մի հատ ընտրություն, որը բողոք, արձանագրություն, հիմա 96-ի ու մնացածի տարբերությունն է նա, որ անգամ Նիկոլի կազմակերպած ընտրությունների տարբերությունն է նա, որ ընտրությունները վերահսկվել է վերևից մինչև ներքև առաջին աջյանի ընտրական հանձնաժողով, անգամ մինչև բան, այդ դրանից դուրս եղած ընտրական հիմա հսկվում է։
96 թվականին դուք չեք գտնի մի հատ տեղեկատվություն։ Մի հատ շատ կարևոր բան փաստ ասեմ։ Նախընտրական շրջանում որևէ բողոք չի եղել։ Ընտրությունների անցկացման, կազմակերպման, քարոզարշավի հետ կապված որևէ բողոք չի եղել։ Իսկ այն դեպքերում էլ, երբ որ կարող էին այն ժամանակ քրեական գործեր հարուցվել, նաև ընդդիմության։ Ես հիշում եմ, ես ամեն ինչ չեմ հիշում, հա։ Նման բաներ չի եղել։ Չի հարուցվել։ Ընդդիմության մի տեխնացուի կողմից Ավտոշարասյան այդ բանով խուլիգանություն կատարելու դեպքով չի հարուցվել քրեական գործ։ Այսինքն այնքան խախանդ է եղել այդ ամեն ինչը, հա, որ անգամ իրավապահ մարմինները չեն ուզեցել այդ մթնոլորտը լարեն, փչացնեն նաև այդ տեսակ անգամ տեղին արվող գործողություն։ Չի եղել։ Հիմա մնացածը այդ պարզ է, որ ընդդիմությունը պետք է ինչ-որ կերպ փորձեր, հիմա ես մի փաստ ասեմ, երբ որ առաջարկել են կոնկրետ տեղամասեր բացել, կենտրոնական դրական հանձնաժողովը ասել է բացում ենք բոլոր տեղամասերը։ Ինչի այդ 5 հատը, 7 հատը, 20 հատը, բացենք բոլոր տեղամասերը։ Չեն համաձայնվել, արդյունքում բացել են այն տեղամասերը, որոնք իրենք են ուզել, եւ արդյունքում Տեր-Պետրոսյանի ձայները ավելացել են։ Խոսենք նաև մեկ այլ խնդրից, դուք ինքներդ խոսեցիք ժողովրդավարության մասին, ասացիք, եթե այն խախտվում է, չեք կարող լռել։ Հիմա արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ կան թե ոչ, որովհետև արդեն մի քանի օր է ինչ ակցիաներ են բողոք իրականացվում, լսումներ է խորհրդանում, իշխանությունն ասում է քաղբանտարկյալ չկա, եթե լիներ կարձանագրային միջազգային կառույցներից։ Դե գիտեք, հիմա որ ժամանակին մենք մի քիչ ջանքեր գործադրեինք, մեր մոտ էլ չէին արձանագրի, որտեղ իշխանությունը հստակ ասում էր Նիկոլ Փաշինյանը հոկտեմբեր ամսին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրել 2007 թվականի 2020 իսկ մարտի 1-ին 2008 թվականի բռնության կոչեր արել, զանգվածային անկարգություններ կազմակերպել, ծանր մի հատ հանցագործություն։ Հիմա որ մենք չպաշտպանենք իրան, այդ աղմուկը չանենք, բան չանենք, ինքը այսօր լինելու էր սովորական շարքային ծանր հանցագործություն կատարած մի հատ քրեական տար։ Հիմա եթե այդ հայազգային կոնգրեսը հզոր շարժումը չծավալեր քաղբանտարկյալների պաշտպանության, մենք ամեն օր տեղեկանքներ ենք կազմում, ուղարկում ենք եվրոպական կառույցներին։ Ես ինքս առնվազն 5 անգամ եմ անձամբ բավականին երկար հանդիպումներ ունեցել փաստաբանների հետ, իրավապաշտպանների հետ, մարդու անձնակատարի Թոմաս Համերբերգի հետ, որը հսկայածավալ աշխատանք կատարեց։ Ահռելի աշխատանք։ Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել ուրեմն դեսպանների հետ, միջազգային ներկայացուցիչների հետ։ Բայց հիմա ինչու այս ամեն ինչը չի ազդում։ Ես չգիտեմ, այդ աշխատանքը կատարվում է թե չէ։ Բացի դրանից Չէ, բայց տրամադրվածությունը միջազգային կառույցներից կա։ Ես չգիտեմ, կհիշեք, ամեն ուրբաթ մոտավորապես 5 տարի ամեն ուրբաթ դատախազության, քանի մենք ունեցել ենք, անգամ եթե մեկ քաղբանտարկյալ ենք ունեցել անազատության մեջ, ամեն ուրբաթ հավաքվել ենք դատախազության մոտ։ 100, 200, 1000 հոգանոց ակցիաներ։ Հիմա եթե այդ նույնը արվի, արդյոք ազդեցություն կունենա։ Ես չգիտեմ։ Գիտեք, տարօրինակ բան կարող եմ ասել։ Հիմա դուրս է գալի, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը ավելի պարկեշտ էր այդ հարցով, քան Նիկոլ Փաշինյանի։ Ես չեմ տիրապետում այդ իրավիճակին։ Որ կան քաղբանտարկյալներ, այդ միանշանակ է։ Ես անգամ իմ մոտ ողջամիտ կասկած կա այս բանին, որ այն ժամանակվա դատարանը ավելի տղամարդ դատարան էր, քան այսօրվա գործող դատարանը։ Ես չգիտեմ, իրոք բան է, հա։ Ես ձեզ վստահեցնում եմ, այն ժամանակ մենք մեզ անհամեմատ ավելի շատ էինք թույլ տալիս, քան որ կասեինք մենք մեր ձևով կլուծենք այս հարցը։ Այդ ի՞նչ է մեր այն ժամանակվա հռետորաբանության դեմ։ Մեր ձևով ասած հայտարարության։ Հա, համեմատ։ այդ ինչ մի հատ
Իսկ այս ամեն ինչը ուր կարող է հասնել Փաշինյանը, տեսնելով, որ առանձնապես արձագանքներ միջազգային կառույցների չի հնչում, կարող է ավելի այսպես առաջ գնալ եւ նոր գործընթացներ ձեռնարկել։ Սա ինչ վտանգի մեջ ներկայացնում։ Դուք գիտեք, մենք ինչ մեր սուղ միջոցներով ինչ ահռելի կազմակերպվածություն ունենք 2011 թվականներին։ Ինչ արագ էր աշխատում ամեն ինչ մեր մոտ մամուլի հետ։ Բայց նկատենք, որ մյուս կողմից էլ կար այդ կամքը ամեն ինչ այստեղ տեսնելու, բարձրաձայնելու, ներկայացնելու։ Հիմա միջազգային կառույցները լուռ են, ավելի դժվար է աշխատանքը։ Բայց եթե մենք էլ լուռ մնանք, այո, որովհետև աշխարհաքաղաքական այս ներքին քաղաքականությանը խառնվել է աշխարհաքաղաքականությունը, հա։ Բայց դե ճեղքումն անեն։ Մենք 0 падգամավոր ենք ունեցել։ Այդ ամբողջ ժամանակահատվածում մենք պարլամենտում կարող ենք խնդրել ժառանգության խմբակցության падգամավորներին, հա, օրինակի համար, բայց մենք չենք ունեցել 0 աջակցություն ենք ունեցել։ Բայց հիմա իրանք 2 ֆրակցիա ունեն։ Ամբողջ օրը Եվրոպաներում են։ Թող գնան, թող ամեն օր գնան, դռները թող ելույթ ունենան, թող խայտարակ անեն, թող հացադուլ անեն։ Չէ, հասկանում եք, մեր տղաները, մենք մեր տղաներին եղել է դեպք, որ նախագահան դիմել է հատուկ կոչով, որ հացադուլից դուրս գան։ Թող այդ падգամավորներով գնան հացադուլ անեն Եվրոպայում։ Պետք է հասկանան։ Երբ Հայկ Մամիջանյանն խոսում էր, որ քաղբանտարկյալներ կան Հայաստանում եւ այլն, այստեղից իշխանությունը մեղադրում էր, թե գնացել ես պետության դեմ բաներ ես խոսում։ Դե այդ կեղտոտ։ Այսինքն այդ հարցերը բարձրացվում են, այլ հարց է, թե որքանով կամք կա հիմա նկատելու Հայաստանում այս ամեն ինչը։ Ես մի բան հստակ կարող եմ ասել, հա, 2008-ի 9-10-ի իշխանության ներկայացուցիչները շատ ավելի գրագետ էին, շատ ավելի փորձառու էին քաղաքական բանով ես նկատում եմ, քան այսօր բա այդ բաները, հա։ Հիմա եթե մենք կարողացել ենք այդ բանը կոտրել, անցնել, ճեղքել, հա, հիմա թող իրանք փորձեն։ Իսկ ինչեւ ուր կհասնեն Փորձեն, չէ, պարտավոր են իրենց ընկերների համար, իրանք պատասխանատու են։ Մենք հայտարարություններ արել ենք, մենք դիմել ենք եվրոպական մեր գործընկերներին այդ հարցերով, բայց հիմա իրանք պիտի փորձեն, իրանք ամեն ինչ պիտի անեն։ Վտանգ տեսնում եք ընտրություններից առաջ ավելի խորանալու է այս ամեն ինչը, նոր կալանավորումներ, նոր քրեական գործեր հարուցվել։ Ես ասում եմ, ես ասել եմ, Նիկոլ Փաշինյանը գերազանցելու է բոլորին ու բոլոր այն հարցերով, որով քննադատել է, գերազանցելու է ինքը Աստված չանի, որ մի բան է եղել, որ ինքը այդ դրան էլ կնանի։ Բայց ինքը բոլոր հարցերով գերազանցելու է այն արատների մեջ, որի համար ինքը ժամանակին քննադատել է իշխանություններին։ Ինքը բռնելու է, ինքը փակելու է, կալանավորելու է, ծեծելու է, զրպարտելու է, ճնշելու է, կաշառելու է։ Ինքը ամեն ինչ անելու է, որ ընտրություններում կարողանա ապահովել այդ քվեն։ Բայց ես մի հատ փայլուն փաստ կա։ Վերջի 3 խոշոր համայնքների ընտրությունները Երևան, Գյումրի, Վաղարշապատ, այս 3 համայնքներում կա 1 միլիոն ընտրող։ 1 միլիոնից մի քիչ ավել 5000։ Ինքը հավաքել է ընդամենը 110,000 ձայն։ Ինքը ունի հասարակության մեջ իր վարչական ռեսուրսով, վախացնելով, չգիտեմ, նստացնելով, ճնշելով, ինքը ունի մեր ընտրողների 10% քվե։ Այնպես որ անհաղթահարելի չի, բան չի էլի այդ հանգիստ կարող։ Դե վարկանիշն ընկել է, բայց շարունակում է բարձր մնալ համատած մյուս քաղաքական ուժերի հարցումներն են այդպես։ Այստեղ է խնդիրը, որ ես կարծում եմ, որ այսօր չկա այնպիսի գործիչ, որը միայնակ կարող է հայտ ներկայացնել Նիկոլ Փաշինյանին հաղթելու։ Համազգային շարժում եւ բոլոր այն գործիչները, ովքեր գնում են դրան հակառակ ճանապարհով, առանձնանալու, մենականալու, իրանք ուղիղ ձայն են տալիս Նիկոլ Փաշինյանին։ Էջմիածինը վկա։ Վերջի մի քանի օրվա ընտրություններ։ Թող այսօր այդ քաղաքական գործիչները հասկանան, իրանք ում կողմից են։ Կարող են բացեի բաց ասել, որ այո, իրենք սպասարկում են իշխանության քաղաքական շահերին։ Այդ հասկանալի է, այդ բարոյական է, այդ ընկալելի է։ Բայց խոսել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մասին
ու ամեն ինչ անել այդ իշխանությունը վերարտադրելու համար, այդ արդեն քաղաքականության մեջ գործում է այն բանի օրենքը, ջուրը մաքրում է ամեն ինչ։ Շնորհակալ եմ Ես զրույցի եմ համար։ շնորհակալ։ Զրուցում էի Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ իրավաբան Արմեն Խաչատրյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել։ Կհանդիպենք։